Բոլորս լսել ենք, որ Բերմուդյան եռանկյունում անհասկանալի պայմաններում անհետանում են նավեր եւ ինքնաթիռներ, բայց ինչի հետ է դա պայմանավորված։ Բերմուդյան եռանկյունը գտնվում է Ատլանտյան օվկիանոսում, Բերմուդյան կղզիների, Մայամիի եւ Սան Խուանի միջև։ Ամենահայտնի դեպքերից են 1945 թվականին ուսումնավարժական թռիչքի դուրս եկած 5 ամերիկյան ինքնաթիռների անհետացումը, դեպի Մայամի ընթացող 32 ուղևորով ինքնաթիռի կորուստը, շուրջ 300 հոգանոց անձնակազմով խոշոր բեռնատար նավի անհետացումը եւ այլն։ Գոյություն ունեն բազմաթիվ տեսություններ, որոնցով մարդիկ փորձում են բացատրել այս երևույթը։ Օրինակ, օվկիանոսի հատակում մեթանի հիդրատների քայքայման արդյունքում առաջացած հսկայական պղպջակները, ուժեղ փոթորիկները եւ նույնիսկ այլ մոլորակայինների միջամտությունը։ Բայց եկեք բացեմ ձեզ մի գաղտնիք։ Բերմուդյան եռանկյունում տեղի ունեցած դեպքերից շատերը ասեկոսեներ են եւ հաստատված չեն։ Եվ երբ համեմատում ենք հաստատված դեպքերի հաճախականությունը ցանկացած այլ զբաղված ջրային տարածքի հետ, դրանք ավելի շատ չեն եւ նորմայի սահմանում են։ Հետևաբար Բերմուդյան եռանկյան միստիկ տարածք լինելը ոչ այլ ինչ է, քան դավադրության տեսություն։ Երկիրը տափակ լինելու եւ ռեպտիլոիդների կողմից աշխարհը կառավարվելու նման։